Երտագալի մեր ժողովուրդը երկե հայրն է։ Գեցե երջախումբը, իրանահայ և իրակահայ, միության երջախումբերը, գեցե։ Ինչպես նաև մայստրո Միքայել Ավետիսյանը։ Mary Rose Abousefian, an acclaimed actress and director, has become one of the representatives in Armenian culture all over the world. She will give her speech in Armenian on behalf of the United Armenian Council, Los Angeles. Rametsek. My dear Armenians, distinguished guests, for 99 years we presented our genocide by all the languages of the world. But the word genocide has a very different meaning for the Armenians in Armenian. Therefore, I will speak in Armenian. Սիրելի հայրենակիցներս, վստահ եմ, որքան ժամանակ անցնում, ինչպես յուրաքանչյուրիդ համարել, այնքան ավելի աններելի, անընդունելի է դառնում մեր դեմ գործադրված ամենավայրակ ցեղասպանության տարողությունը, պահանջատիրության հասնելու մեր անկարողությունը եւ այս օրերին նույն ցեղասպանի ձեռքով գաղթական դարձած Սուրյո եւ Քեսապի մեր հայության վիճակը։ Մեր դարավոր երկիր Արևմտահայաստանից, մեր ունեցվածքներից, մեր բազմաշերտ տեղայնությունից զրկված, այս հսկա երկրագնդի բոլոր ծայրերուն տարածված եւ պարզապես միայն մեկ անուն, մեկ դիմագիծ, սփյուռք դարձած ողջ արևմտահայությունս 99 տարիներ շարունակ յուրաքանչյուր օր ապրում ենք այդ ցեղասպանության ազդեցությամբ, որի փայլուն վկայությունն էլ այսօրվա մեր այս հավաքն է։ Այս օտար աշխարհամասում, օտար հողի վրա կանգնեցված այս հուշարձանի առջև մեր միլիոնավոր անմեղ, չարաչար խոշտանգումներով սպանված մեր մասնիկների հիշատակի հարգումը, ցեղասպանին եւ ցեղասպանությունը ժխտողներին դատապարտելու արարքը։ Ինչպես 1915-ին, այնպես էր այսօր Թուրքիան վստահ, որ իր թիկունքին կրկին աշխարհն է կանգնած, սանձարձակորեն մասնակցում է Սուրյո պատերազմին, որի հիմնական թիրախը ցեղասպանությունից փրկված հայության այն մասն է, որին չկարողացավ ոչնչացնել, եւ հիմա այս խառնակությունը օգտագործում է մեր միակ վկա Քեսապը բռնագրավելու, իր կես թողած գործը շարունակելու։ Մենք դեռ սպասում ենք, որ աշխարհը սանձի թուրքերին, այնինչ մեր կառավարությունը արդեն միայնակ աշխարհը պիտի ոտքի հանած լիներ, որ կրկին 15 թիվ է ստեղծել թուրքը, որ կրկին կոտորվում է մեկ անգամ արդեն ցեղասպանություն տեսած իր ժողովուրդը նույն ցեղասպանի թուրքի ձեռքով։ Ես ինքս եղեռնից փրկված, Տերզորի անապատից կրկնակի քաչությամբ փրկված իմ մեծ մոր Շարավիղն եմ։ 40 տարի ես ականատես եմ եղել իր ամենօրյա արցունքներին, իր գիշերային մղձավանջներին, դեռ երեխա առանց հասկանալու տխրել եմ իր հետ, լացել եմ իր հետ եւ ինքս ինձ երթվել եմ հատուցում պահանջել իմ պաշտելի մեծ մոր յուրաքանչյուր կաթիլ արցունքի համար, որը բազում կորուստների ակունքից էր գալիս։
Այսօր որքան էլ իմ մանկական ձգտումը իրականության է բախվում, որ հզոր Թուրքիո հետ է մեր առերեսումն ու պահանջը միևնույն է, նույնքան անհողդողդ ու անզիջում է մնում իմ որոշումը։ Այսօր այս 100-ամյակի նախաշեմին մենք պարտավոր ենք ընդունելու մեր բացթողումները նաև։ Մենք բավական երկար տարիներ կորցրեցինք կուլ գնալով պատմաբանների միջոցով մեր դեմ կատարված ցեղասպանությունը թուրքերին հաստատելու խաղերին։ 99 տարիներ մեր ցեղասպանության պատճառը մենք վերագրեցինք մեր քրիստոնյա լինելուն, աշխարհին ներկայացրեցինք այդպես, առանց ասելու, որ մենք կոտորվել ենք մեր տարածքների բռնագրավան համար, եւ այսօր աշխարհը մեզ այդպես է ընդունում, այն սխալ տպավորությամբ, որ կարծես մենք ապրել ենք թուրքական հողերի վրա եւ կրոնական տարբերությամբ որպես քրիստոնյայի կոտորվել ենք։ Մեր այս սխալը շարունակում ենք մինչև այսօր խոչընդոտելով մեր պահանջատիրությունը։ Այսօր հայության մեջ տարածված է մի ծույլ կեցվածք, որ թուրքը դեռ պատրաստ չէ իր անցյալի հետ հաշվի նստելու։ Հանգիստ թութակի պես կրկնում ենք մենք արևմտյան հոգեբանության կատարված ոճիրը կոծկող նրանց շահամոլ քաղաքականության եւ մեր ցեղասպանությունը ոչ ամբողջ ճշմարտության բացահայտող մեր պահանջատիրությունը ցնորք համարող թուրք մտավորականության պարտադրանքով, որ զգույշ լինենք թուրքերի հետ հանկարծ չզայրացնենք նրանց։ Երբ ենք արթնանալու մեր թրքամետ թմբիրից եւ հայտարարելու մենք կարիք չունենք թուրքերի հոգեվիճակի հետ հաշվի նստելու, սպասելու նրանց պատրաստ լինելուն, իրենք պետք է հաշվի նստեն մեզ հետ, իրենք պետք է զգույշ լինեն մեր հետ, որովհետև իրենք են մեզ պարտք, իսկ մենք պահանջատեր ենք, պահանջատիրոջ պես պահենք մեզ։ Իրենք պետք է մտածեն, թե ինչպես մեղմեն մեր ցավը։ Իրենք պետք է պատասխանեն, թե ինչպես, որ լեզվով մենք աշխարհին ներկայացնենք իրենց գործած անպարագրելի ոճրագործությունը, որ մեղմանա իրենց պատիժը, որ կարողանան իրապես արդարացվել։ Մենք այլևս չենք կարող այսպիսի սխալներով շարունակել։ Մենք այլևս չենք կարող միայն ձգտում երթումներով պահանջատիրության հասնել, ժամանակը մեր դեմ է գործում։ Մենք պետք է որոշակի վճռական քաղաքական ճշգրիտ ծրագրով որպես մեկ միասնական ազգ գործենք։ Եթե ուզում ենք մեր պահանջատիրության հասնել, քաղաքական մտածողության ազգ պիտի դառնանք վերջապես։ 99 տարիների մեր փորձառությունը մեզ սովորեցրեց, որ մենք այլևս չենք կարող, իրավունքը չունենք մեր հույսը դնելու աշխարհի միջամտության վրա եւ սпасել։ Այն աշխարհի, որը մասնակիցը եղավ եւ լռեց մեր ջարդերին, այն աշխարհի, որը այսօր թիկունք է կանգնում թուրքերի սանձարձակ վարմունքին, մենք այլևս չենք կարող եւ այն աշխարհի, որից շատերը նույնիսկ մերժում են ընդունելու ցեղասպանությունը դատապարտող օրենքները։ Մենք դատապարտում ենք բոլոր այդ երկրներին։ Մենք դատապարտում ենք մեր ցեղասպանությունը ոչ ամբողջ ճշմարտությամբ բացահայտող, մեր պահանջատիրությունը շղթող թուրք եւ օտար բոլոր մտավորականներին ու պատմաբաններին։ Մենք դատապարտում ենք նաև ամերիկյան կառավարության, որ հետևելով որ ենթարկվելով թուրքերի ճնշումին
նույնիսկ մերժում են ընդունելու իրենց կողմից իսկ իրենց օրենքով հաստատված ազգերի ծրագրված ոչնչացումը դատապարտող բառը ցեղասպանությունը մերժում է ընդունելու Թուրքիո գործած հանցանքը բայց ամենից ավելի եւ ամենայն խստորեն մենք դատապարտում ենք մեր հայրենի կառավարության մեր ազգային իրավունքները ոտնակոխող Թուրքին սիրաշահող քաղաքականությունը Իր այս քաղաքականությամբ մեր այս կառավարությունը մեր պահանջատիրությունը ետ մղեց 50 տարով 99 տարիներ թափառական դարձած արեմտահայության ձայնով մեր ապագա սերունդների իրավունքով մենք պահանջում ենք մեր երկրի կառավարությունից մեր երկրի քաղաքական օրինագիծը դարձնի մեր պահանջատիրությունը եւ այն հռչակի ու հաստատի այս 100-ամյակի նախաշեմին Մենք պահանջում ենք նաև, որ մեկտի թողած ներազգային ներքաղաքական բոլոր մանր հաշիվները տեր կանգնի միջին արևելքում ցիրուցան եղող մեր ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, մեր միլիոնավոր զոհերի շարավեղներից անունից Այս ծանրակշիռ տարելիցի պատկամը թուրքերին հետևյալն է։ Մենք այն սերունդի շարունակությունն ենք, որի սերմն անգամ փորձեցիք ոչնչացնել։ Բայց մենք ամենաթույլ վիճակով, կոտորված, արյունակամ, բզիկ ցիրուցան եղած, աշխարից խապված, մերժված ու անարգված միայնակ կարողացանք մեր դատի սկիզբը դնել։ Մեր դատը մեր ձեռքով տեսնել եղեռնի պատասխանատուներից։ Այդ վիճակով մենք կարողացանք մեր դարավոր երազանքը իրականացնել, մեր առաջին անկախ պետականությունը ստեղծեցինք, այժմ երկրորդը ունենք։ Սովետական ամենածանր տարիներին մենք կարողացանք մեր հողային պահանջի հիմքը դնել։ Երկրաշարժից կոտորված, աղքատ, անզեն մենք կարողացանք Արցախը ազատագրել։ Այնպես որ թուրքեր, վստահ եւ պատրաստ եղեք Մեր պահանջատիրությունը մենք ենք իրագործելու, մեր դատը դեռ չի ավարտվել, մեր դատը նոր է սկսվում։ Շնորհակալություն Մերրոյ։ All right, tell us about your grandfather first and come down to Argentina. Okay, my father's father was from Istanbul. His first wife was massacred with 2 children. Then he got married again, had 2 kids, and went to Argentina from Istanbul. And my father was born in Argentina. And then I was born there too, and then we came to America on vacation, and he decided to stay here. My mother's side, they were from Eskişehir, and my grandfather from Gomidas's place, which is, oh my goodness, not Kokinia, that was in Greece, Kütahya. And he used to sit and listen to Gomidas, he said, under a tree. And my grandmother's father and the 6 people of his family were killed during the massacre, and the other 6
went to Eskişehir, and there they survived there. But from there they went to Greece, and the other side from Kertahyan went to Greece also. And from there, during Second World War, my mother at 15 went to Argentina. Tell me when. UACLA is an organization that got together and is made up of 57 organizations in the community, Armenian organizations. Where they're located? All over California and maybe all over the United States, depending on the organization, like ANC and ARF and ARS. I'm from ARS, and we have 27 chapters all over the world and 26 chapters here in California, well, in the Western region. Umbrella organization of some 55 organizations charged with the annual commemoration of the Armenian genocide in the Southland. Here are some of the main ideas and activities that we subscribe to. We believe in the revival and nurturing of Armenian family trees across the globe and rejoining their roots with those that continue to beckon their blood relatives in the Armenian highlands and valleys that span Turkey today. We believe in the diversification and expansion of venues of communication with Turkish civil society to promote understanding about the genocide and how to rectify this terrible wrong. We believe in the objective examination of the full scope of the phenomenon of Islamized Armenians in their present predicament and their place in the future of the Armenian nation. We believe in lending full support to the Republic of Armenia for it to be able to overcome its myriad domestic difficulties and strengthen its hand in foreign affairs, especially in the pursuit of the recognition and just resolution of the Armenian genocide. We believe in the exertion of all efforts at preserving Armenian cultural monuments in Turkey and neighboring countries with the full understanding that those edifices are an integral part of world civilization. Any willful destruction, misuse, or negligence, therefore, must be condemned. My name's Talar Malakian. I'm Executive Director for the Armenian National Committee Glendale Chapter. I'm also working on the ANCA telethon that's coming up in June. My grandparents are actually from Marash, and my mother and my father are from, my dad is from Syria, my mother is from Lebanon. So. And yourself? I'm Teresa Yeremian. I am the Government Affairs Director for the ANCA Western Region. I'm also the President of the East Hollywood Neighborhood Council and involved with the ANCA telethon. What's your family background? My grandparents on my mother's side are from Bitlis, and they're from Bitlis, and they fled to Bulgaria after the genocide. From Bulgaria, they went back to Armenia, and my mother is from Armenia. My father's side, they are from Bilecik, and they fled to Greece, and after Greece again went back to Hayastan, my grandparents, and then my father's also from Hayastan. Wow, good. Thank you. Ես հայրական մեծ մայր եւ մեծ հայր չեմ տեսել։ Նրանք հաճնույց 1915 թվին հայրս եղել է 7 տարեկան, իր ծնողների հետ դուրս է եկել հաճնից։ Ես այս տարի եղա հաճնում եւ տեսա այդ ճանապարհները, ամբողջ ճանապարհին ողբում էի, թե հայրս 7 տարեկան ինչպես է այդ հաճնի ճանապարհները քայլելով անցել մինչև Տերզոր։ Ես իմ կաշվի վրա զգացի այդ տարիների դժվարությունը, ամբողջ ճանապարհը, չնայած ես անցնում էի մեծ հոյակա բասով, բայց լաց էի լինում, թե ինչպես է հայրս այս ճանապարհը 7 տարեկան հասակում իր մեծ մոր ու հոր հետ հասել մինչև Մուսուլ, հասել է մինչև Մուսուլ, այո,
Միշտ գնացել է խմբի արջևից, որ կարող է ջուր հանդիպի խմի կամ ուտելիք հանդիպի, հետո մի անգամ վերադարձել է, որ մայրը մահացել է էշի վրա, այդտեղ թաղել են հողի տակ, հետո նորից է վազել, հետո եկել է, որ արդեն հայրն էլ չկա, մահացել է, ու ինքը այդպես 7 տարեկան հասակում հասել է Մոսուլ, այնտեղ ինչ որ մի ինչ գյուղապետ է եղել, ինչ եղել, նրան վերցրել է որպես, որդեգրել է նրան, դե հայրս շատ ճարպիկ է եղել ու կարողացել է, երբ եղել է 17 տարեկան, արդեն հիշել է, որ ինքը եղբայրներ ունի, որոնք Իսկանդարունում են, միշտ վարորդների հետ ինքը իր ազգանունը միշտ գրած է եղել ու ուղարկել է եւ այնտեղից եղբորներից ստացել է լուր, որ նրանք Իսկանդարունում են, չնայած այս գյուղապետը չի ուզեցել իրեն բաց թողնի, ուզեցել է որդեգրել, որովհետեւ իր որդին անառակ է եղել, բայց հայրս նրան ամեն անգամ դե այն ժամանակ տրանսպորտ չկար, էշն է բարձրացրել, նստացրել, իջացրել է այդպես ու բայց ասել է գիտես, քանի որ քո մեջ հայարյուն կա, դու պետք է գնաս, ահագին գումարով նրան ճամփու է դրել եւ հայրս եկել միացել է իր եղբայրներին։ English. Okay. Ready? Hello. Okay, my name is Mary Manukian and I am here representing Assemblyman Mike Gatto. The Assemblyman represents Glendale, Burbank, La Cañada, a very big Armenian population. He serves for the Armenian people. He has introduced multiple things throughout the community to better influence the Armenian community. He's actually working on a resolution to get some recognition for Qarabağ, to urge Congress to recognize Qarabağ. And myself as an Armenian young woman in this community, I'm very proud to be working for him. My family comes from, my parents are from Armenia. My grandparents on my dad's side are from, they were born in Iran but went to Armenia in the 60s. But during the genocide, we were displaced and my great-great-grandmother was the only survivor out of a family of over 15 people. She was the only survivor. You know which city, town? You know, I can't recall the name. I know it was near Sivas. But she was the only survivor with her 6-month-old baby sister. The baby sister died of starvation. She was saved by a neighbor, and the neighbor sent her to an orphanage where she was later sent to an uncle in Russia. And that's our family history. That's how I'm here today. Well, thank you very much. Thank you. Appreciate that. Thank you so Okay, much. bye-bye. I invite my cousin for the park. My grandpa said it. Are you here for Armenian genocide? We're just here to go play here at You the park. play. How about you? Why you here? For Armenian genocide. Do you know anything about history of your family? Yes, I know, but I can't speak English good. Well, just tell as much as you can. Where they At came from? I born Iran, but I'm from Armenia. And I know the history for 1915 started that genocide until 1923. I know a lot of people were killed, like 1 million or more. And You know where your family come from originally? yeah, Which city in Turkey do you know? No, I you don't know. Were you born here in California? And your parents, where they were born? where? What is it? Where were you born? From Lebanon? Yeah, Lebanon. So, From Abaz. how about your family? Where they They are from Abaz, and were they any of them from Turkey? from Turkey. Is that the name Abbas? Abaz is a name in the village. Village. Yeah. Close to what major city? Close to Zeytun. Oh, Zaytun. Yeah. So you're Zaytun Sea. Half and half, sort of Zeytun Sea, yeah. Both your mother, your grandmother and mother? They are all from Abaz, yeah, from Turkey.
Thank you very much. You're welcome, sir. Sport and Cultural Center, Sis Armenians Pancreatic Union, Urmia Armenian Society, Alpha Epsilon Omega, Ararat Foundation, Armenian School Foundation, Davitian and Mariamian Educational Foundation, Research on Armenian Architecture, USC Armenian Alumni Association, American Armenian Legion, Armenian American Council on Aging, Armenian Brigade Motorcycle Club, Armenian Heritage Foundation, Armenian Writers Association of California, U.S. Armenian Veterans Association. Please all rise to begin the reading service. The King's Salute. Avidenis